Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը դատապարտել է Իսրայելի անօրինական քաղաքականությունը, որը հավասարազոր է Գազայի հատվածում ցեղասպանության և հանգեցրել է մարդասիրական աղետի և մահերի։ ԱԱԽ-ն ընդգծել է այս քաղաքականության դադարեցումը և պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելը ամբողջ մարդկության համատեղ պատասխանատվությունն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է արել արագ գործել և ՄԱԿ-ում արտահայտված կամքը վերածել կոնկրետ միջոցառումների և վերահաստատել է Թուրքիայի հանձնառությունը, աջակցել արդար և երկարատև խաղաղությանն ուղղված յուրաքանչյուր քայլին։ Խորհուրդը նաև մտահոգություն է հայտնել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության սրման ռիսկի վերաբերյալ, նշելով Թուրքիան պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել խաղաղությունը պահպանելու համար։ Հայաստանի վերաբերյալ խորհուրդը վերահաստատել է իր աջակցությունը հարաբերությունների կարգավորման ջանքերին և ընդգծել Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կարևորությունը, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի հնարավոր ռազմական հակամարտության, հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, կոչ է արել նա ամերիկացի գեներալներին և ծովակալներին ուղղված ուղերձում։ Քեյնը հայտնել է, երկիրն ապրում է հատկապես դինամիկ և պոտենցիալ վտանգավոր ժամանակներում, երբ գլոբալ ռիսկերը արագորեն աճում են։ Նա հավելել է, ԱՄՆ-ի հակառակորդները այժմ ավելի համակարգված են գործում, քան նախկինում։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ընդգծել է Զանգեզուրի միջանցքի Թրամփի ուղու կարևորությունը։ Նրա խոսքով Զանգեզուրի միջանցքը կենսական դեր է խաղում Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մեր տարածաշրջանի համար մեկ այլ լավ լուր է Զանգեզուրի միջանցքով նոր հնարավորությունների բացումը։ Այս միջանցքը կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային կապը և կարևոր քայլ կլինի ողջ թուրքական աշխարհի միավորման համար։ Դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները, հավելել է նախարարը։ Ուկրաինայի համար Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման առաջարկը չի ենթադրում դրանց դուրսբերում։ Ծրագրի մանրամասները բացահայտել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նրա խոսքով Ուկրաինային փոխհատուցման վարկի մի մասը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը և ապահովված է ռուսական սառեցված ակտիվների հաշվին, կուղղվի Եվրոպայում պաշտպանական գնումներին։ Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, Ուկրաինան կփոխհատուցի վարկը, եթե Ռուսաստանը հատուցումներ վճարի։ Ես զանգահարեցի երկու երկրների ղեկավարներին, Ադրբեջանի նախագահը 22 տարի ղեկավարում է երկիրը, և մյուս տղան հիանալի տղա էր։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման մասին։ Հենց սկսեցի խոսել նրանց հետ, ես հասկացա, մենք լուծելու ենք այս պատերազմը, և մենք դա արեցինք, ասել է նախագահը։